Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 8։ Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։ Երկրորդ Օրինաց 28-րդ գլուխ 5-րդ խոսք։ Հնազանդությունը օրհնություն է բերում այն բոլոր միջոցների վրա, որոնք մեր ջանասիրությունն է մեզ վաստակում։ Այն ինչ գալիս է և նույն պահին էլ սպառվում է, ինչպես կողովի մեջ դրված պտուղը, որ անմիջապես գործածության համար է, օրհնված կլինի, և այն ինչ պահվում է մեզ մոտ ավելի երկար ժամանակի համար, նույնպես հավասարապես կստանա օրհնությունը։ Գուցե մեր բաժինը ձեռքի փոքրիկ կողովն է, ունենալով մի փոքրիկ բան նախաճաշի համար և մի համեստ պատառ ճաշի համար կողովում դրված, երբ առավոտյան դուրս ենք գալիս մեր գործը կատարելու։ Սա էլ է բավական, որովհետև Աստծո օրհնությունը խոստացված է կողովին։ Եթե մենք ապրում ենք ձեռքից բերան, ամեն օրվա պաշարը հենց այդ օրը ստանալով, ապա այնքան էլ վատ վիճակում չենք, քան Իսրայելը, քանզի երբ Տերը կերակրում էր իր սիրելի ժողովրդին, նա նրանց տալիս էր միայն մեկ օրվա մանանա ամեն անգամ։ Ուրիշ ինչ էր նրանց անհրաժեշտ, ուրիշ ինչ է մեզ անհրաժեշտ։ Բայց եթե մենք ունենք խմորի տաշտ, որքան առավել կարիք ունենք, որ Տերը օրհնի այն, քանի որ այնտեղ կա ձեռք բերելու հոգսը, պահելու հոգսը, տնօրինելու հոգսը և օգտագործելու հոգսը, և եթե Տերը չօրհնի այն, այս հոգսերը կսկսեն խժռել մեր սրտերը, մինչև որ մեր ունեցվածքը դառնա մեր աստվածները, իսկ մեր հոգսերը մեր հոգին կրծող խոցերը։ Ով Տեր, օրհնիր մեր պաշարները, շնորհ տուր, որ այն գործածենք քո փառքի համար, օգնիր մեզ, որպեսզի աշխարհիկ բաները պահենք իրենց պատշաճ տեղում և երբեք թույլ չտալ, որ մեր խնայողությունները վտանգեն մեր հոգիների փրկությունը։